Առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա, թե հիվանդին, թե բուժաշխատողին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջարկ Հայաստանին նախընտրական ծրագրում այս եւ այլ կարևոր դրույթներ կան առողջապահության համակարգի բարելավման ու կայունացման համար։ Ոլորտին վերաբերող հարցերը Գագիկ Ծառուկյանը քննարկել է Հանրապետության անվանի բժիշկների հետ։ Ես շատ ուրախ եմ եւ ողջունում եմ ձեզ։ Ասեմ, որ իմ խնդրանքն էր պարոն Ծառուկյանին, որ մեր բժշկական հանրությունը այսօր հավաքվի եւ նաեւ մենք քննարկենք Բարգավաճ Հայաստանի առողջապահության ծրագրի դրույթները, առողջության ապահովագրման առավել արդյունավետ եւ ճիշտ հաշվարկված համակարգ, որի պարագայում յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ստանալ երաշխավորված եւ բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։ Առողջության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե հիվանդներին, թե բուժաշխատողներին։ Հանդիպման մեկնարկին ԲՀԿ ղեկավարը նշում է, որ բժշկի մասնագիտությունը միայն աշխատանք չէ, դա պատասխանատվություն է, հոգատարություն եւ ամեն օր հանուն մարդկային կյանքերի մղվող պայքար։ Թեև առողջապահության բյուջեն վերջին տարիներին աճի միտում ունի, բայց մարդիկ հաճախ են լսում պետպատվերը սպառվել է արտահայտությունը։ Քանի տարի է մեզ մոտ կազմակերպվում է պետպատվեր։ Պետպատվերից բոլորը դժգոհ են, ճիշտ է թե ոչ։ Մի վանդանոցին շատ են տալի, ծանոթին շատ են տալի, մյուսին քիչ են տալի, որը ժողովրդին չի բավարարում, անարդյունք է, ճիշտ է թե ոչ։ Գնում ես ասում է կգաս մի ամս հետո կցուցահերթագրվես, մի ամս հետո գնում է ասում է արդեն այդ հիվանդանոցում հետ չկա, բոլորը հարվածական, այդ հիվանդությունը պետպատվերի մեջ չկա, ճիշտ է թե ոչ։ Շատ ընտանիքներ ծանր ընտրության առաջ են կանգնում, անհրաժեշտ վիրահատության համար վարկ են վերցնում, տունը գրավադրում կամ տարիներով կուտակած միջոցները ծախսում բուժման վրա։ Մարդիկ գնում են հիվանդանոց, ուզում ես մեռի, չկա, գումար չկա, չի լինի։ Ասենք բժիշկը ուզում է անի, բժիշկը Այն որ Աստծո տված շնորհը, ես նորից եմ ասում, կյանքեր են փրկում, մարդկանց կյանք են տալիս, անմնացորդ, բայց իրա վերջի աշխատավարձն պահեն տունը ո՞նց է պահելու։ Սկզբունքը պետք է արդարացի լինի։ Այսօր մարդիկ ասենք տունը աշխարհում չկա տես բան, գնա հիվանդանոց, փողը չունենա վճարելու, բժիշկը չի անի իրանից են գումարը պահելու։ Պետք է տունը դնի վարկի տակ, որ ծնողին տանի, մի հատ օպերացիան են, այտենց է տես չի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրում անդրադարձ կա բուժաշխատողների աշխատավարձին։ Կյանքեր փրկող մասնագետները պետք է արժանապատիվ աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ ստանան։ Բուժաշխատողը պետք է պաշտպանված լինի թե իրավական, թե սոցիալական առումով, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Հիվանդանոցները թող լինեն պետական, ամեն բժիշկ էլ ասենք թե սորական այսօր ինչքան է ստանում 120,000 դրամ, բուժքույրերը 120, չէ՞։ Մաքսիմում 160,000։ Բժիշկները ինչքան են ստանում։ Չնայ 300-400,000, բայց մի քիչ ավելի բարձր կարգի բժիշկները մինչև 1 միլիոն, 2 միլիոն։ Դե 1 միլիոն այդ երևի մի տոկոսը չի կազմում բժիշկը։ Կարա այդ գումարը 700 միլիոն դոլար ճիշտ նպատակային ծախսվի։ Բժիշկներն էլ բարձր աշխատավարձ ստանան, սարքավորումն էլ նորը լինի, բոլորը կարգավորեն տեղ-տեղին մարդիկ կարան օգտվեն։ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ պետության կարևոր ոլորտները պետք է ղեկավարեն արհեստավարժ ու պատասխանատու մասնագետները։ Արդյունավետ կառավարման հիմքում պրոֆեսիոնալիզմն է։ Ցերնշած առողջապահության նախարարը, որ իրավաբան է, ուզում է կարգը փոխի, որ բժշկական հիմնարկի ղեկավար կարա բժիշկ չլինի։ Ցանկացած մասնագետ կարա լինի, պարտադիր ախր բժշկությունը չհասկացող մարդ ոնց կարա ղեկավարի հիմնարկի։ Երկիրը ստեղծված ծանր վիճակից հնարավոր է հանել միասնաբար, նշում է ԲՀԿ ղեկավարը։ Կարևոր որոշում կայացնելու ժամանակն է։ Խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, յուրաքանչյուր քաղաքացու վստահության քվեն խիստ կարևոր է։ Որ գնում եք ընտրության, հարցնում են միասին ում եք ընտրելու, կամ ով հարցում ասա քեզ եմ ընտրելու։ Իմ կարծիքն էլ է, որ չբարձրաձայնել։ Ում ուզում եք ընտրեք, բայց անպայման մասնակցեք, այո։ անպայման։ Ստեղ այսօր կուսակցական պատկանելությունը կապ չունի ժողովուրդ։ Մի ազգ են, կապ չունի կուսակցություն, սա ազգային։ Բժիշկներից շատերը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի առողջապահությանը վերաբերող դրույթին մինչև հանդիպումը ծանոթացել էին։ Ասում են, այն առանձնանում է սոցիալական ուղղվածությամբ եւ իրատեսական մոտեցումներով։ Այլ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում նման մոտեցման չեն հանդիպել։ Ես ինքս այս բանին բացարձակ քաղաքական տարեմ, բացարձակապես որևէ մեկին այսօր չեմ կարող համակրանքը ցույց տալ, բայց ասեմ, որ շատ տպավորված եմ պարոն Ծառուկյանի մոտեցումներից, այն ահռելի աշխատանքը, ինչ որ Գագիկ Ծառուկյանը կատարել է սոցիալական ոլորտում մեր
երկրի համար, մեր հայրենիքի համար անուրանալի է, որպես բժիշկ ամենա կարևոր տարը, որ ես արժևորեցի Բարգավաճ Հայաստանի առողջապահական ծրագրում, դա նաև որ բժիշկը ուժաշխատողները ընդհանրապես պետք է լինեն պաշտպանված եւ այդ պաշտպանվածությունը պետք է լինի մասնագիտական պաշտպանվածություն, իրավաբանական պաշտպանվածություն, սոցիալական պաշտպանվածություն եւ ֆինանսական պաշտպանվածություն։ Դեռևս որևէ այլ ծրագրերում ես այդ դրույթները չէի հանդիպել երբևէ որևէ ժամանակաշրջանում։ Անկամ այն թեզը, որ պարոն Ծառուկյանը այսօր նույնպես առաջ տարավ, լրիվ իմ սրտին համահունչ է, որ կարևոր չէ որևէ կուսակցական պատկանելություն, կարևոր չէ թե ով ինչպես ինչ դիրք է զբաղեցնում, կարևոր է որ այդ դիրք զբաղեցնողները լինեն բարձր արհեստավարժ մասնագետներ։ Ծանոթացանք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի առողջապահական մասի դրույթներին ընդհանուր առմամբ պարոն Ծառուկյանի խոսքում նշվեց, որ կարևորվելու են նաև բուժաշխատողների սոցիալական, իրավական պաշտպանության խնդիրները, պետպատվերի պետական բյուջեից ծախսվող գումարները ավելի արդարացի են բաշխվելու եւ ընդհանուր առմամբ ավելի լավ առողջապահություն են ունենալու։ Այդ բոլորը ամրագրված են ծրագրում նախընտրական։ Մենք մեր կողմից որոշակի առաջարկներ արեցինք, ինչը սիրով ընդունվեց։ Բժիշկների հետ հանդիպմանն արձանագրվեց, որ երկրի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության շրջանակում առողջապահությունը շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություններից մեկը, քանի որ առողջ հասարակությունը կայուն եւ զարգացող պետության կարևոր հիմքերից է։